Բարև բոլոր ֆիզիկայի և ֆիզիկական փորձերի սիրահարներին։ Եվ այսօր ես կուզեի խոսալ այնպիսի ֆիզիկական հանելուկների մասին, որոնք այս սեզոնում կատարելու են երիտասարդ ֆիզիկները։ Առաջադրանքը կոչվում է մոմ ընդդեմ կրակի և պահանջում է ուսումնասիրել մոմը բարձր ձայնով մարելու հնարավորությունը։ Սմարթֆոնից նման բան է։ Հիմա կփորձեմ դա անել։ Մոմը փորձեց մարել, բայց չմարեց։ Նորից։ Եկեք կրկնենք փորձը ևս մեկ անգամ, նույն հաճախականությամբ, 800 Հz, մոմը անմիջապես դնելով բարձրախոսի դիմաց։ Եվ մենք տեսնում ենք ոչ միայն բոցը, այլև ծուխը, որը հեռանում է բարձրախոսից։ Հիմա ես կվերցնեմ համակարգչի բարձրախոսը և կփորձեմ դրանով աստիճանաբար մարել բոցը։ Ավելացնում եմ հաճախականությունը, հիմա տեսնում ենք, որ բոցը շեղվում է, բայց ոչ շատ ուժեղ։ Սակայն այժմ հաճախականությունը մոտենում է 200-ին։ Բոցը ավելի շատ է շեղվել։ Ավելացնում ենք հաճախականությունը, փոփոխություն տեղի չի ունենում։ Ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, թե ինչում է խոսքը։ Այստեղ խոսքը գնում է այնպես կոչված սինթետիկ թյունինգների մասին, որոնք առաջանում են ակուստիկ աղբյուրներից։ Եվ ես ուզում եմ ստեղծել այնպիսի կարգավորում, որը բավական հզոր չի կազմեր ոչ բարձր ձայնի շնորհիվ։ Ես այսպիսի պարզ սարք պատրաստեցի։ Վերցրեցի թափանցիկ գլանաձև խողովակի մի կտոր, դրան միացրեցի բարձրախոս։ Մյուս կողմից կափարիչ մտցրեցի և այս կափարիչի մեջ մի խողովակ։ Եվ եթե այն գործարկենք, ապա թղթի շեղումից կարող ենք տեսնել, որ խողովակից իսկապես հոսք է փախչում։ Եվ ես փոխեցի հաճախականությունը և պարզեցի, որ ամենաուժեղ հաճախականությունը մոտ 50 Հz է։ Ժամանակն է վճռական փոխարկմանը։ Մոմը տեղադրվում է գեներատորից 30 սմ հեռավորության վրա։ Ձայնը միացնում եմ 50 Հz հաճախականությամբ և երևում է, որ բոցը թարթում է։ Ճիշտ է, այն ամբողջությամբ չի մարում, բայց նրա հոսքը բավականին ուժեղ է փչում։ Եկեք ավելի մոտիկ բերենք։ Իսկ հիմա մոմը մարեց։ Պետք է մեկ այլ բան էլ ընդգծել։ Թեև ես խոսում եմ հոսքի մասին, բայց սա իրականում մի պտտահողմ շղթա է, որովհետև նման սարքը օդ է ներծծում և դուրս շպրտում, և յուրաքանչյուր նետումից առաջանում է մեկ այլ պտտահողմ, որը թռչում է վարդակից։ Այստեղ մարդիկ նկարահանել են նման մի բան։ Այստեղ հստակ երևում է պտտահողմի կառուցվածքը։ Իսկ հիմա շնորհակալություն ուշադրության համար։